Երբ փոքր էի, իմ ֆինանսական իրականությունը հավանաբար ձեզնից շատերի նման էր։ Մի աշխատավարձի միջև եղած եզրին ապրելը, իսկ մյուսը կուտակված հաշիվներ։ Ես հիշում եմ, որ նստած եմ մի փոքրիկ վարձով սենյակում, նայելով իմ մաշված կոշիկներին եւ հարցնում ինձ. ես երբևէ կունենամ բավարար գումար ապրելու առանց այս մշտական ճնշման։ Թվում էր, թե ֆինանսական անկախությունը արտոնություն էր, որը վերապահված էր մի քանիսի հեռավոր եւ անհասանելի տիեզերքի համար, իմ նման մեկի համար։ Ես մեծացել եմ մի ընտանիքում, որտեղ փողը սակավ էր եւ ֆինանսական խորհրդատվություն, շքեղություն, ծնողներս արեցին այն, ինչ կարող էին, բայց մենք ապրում էինք մի աշխարհում, որտեղ հարուստները կարծես պատկանում էին մեկ այլ հարթության։ Կարծես նրանք ծնվել են հատուկ նվերով։ Այս համատեքստում ես իմ առաջին մեծ սխալ ընկալումը։ Ես հավատում էի, որ փողը ամեն ինչի լուծումն էր։ Ես ուզում էի դյուրանցումներ, արագ ձեռքբերումներ, բախտի խաղադրույք, բայց կյանքը ինձ սովորեցրեց, որ իրական հարստությունը բավարար չէ նրանց համար, ովքեր պարզապես սպասում են դրան։ Այն կառուցված է նրանց համար, ովքեր հասկանում են խաղի կանոնները եւ համարձակություն ունենան որոշումներ կայացնելու, որոնք մեծ մասը խուսափում են։ Ժամանակի ընթացքում ես հասկացա մի պարզ, բայց փոխակերպող բան։ Կանոնները, որոնք հանգեցնում են ֆինանսական հաջողության, թաքնված գաղտնիքներ կամ կախարդական բանաձևեր չեն, դրանք սկզբունքներ են, որոնք փորձարկվում են ժամանակի, փորձի եւ ընդհանուր իմաստի հետ։ Այսօր ես ուզում եմ ձեզ հետ կիսել 7 նման սկզբունքներ, որոնք արմատապես փոխեցին իմ հետագիծը, այո, նույնը, որը թույլ տվեց ինձ ստեղծել միլիարդատեր բախտ։ Ես դա չեմ ասում տպավորություն թողնել, բայց ապացուցել, որ այս հասկացությունները աշխատում են, բոլորը, ովքեր պատրաստ են փոխել ձեր մտածելակերպը, առանց պատրանքների։ Իրականությանը բախվել եւ դադարեք գումարը սպասել երկնքից։ Կարող եք մտածել։ Եվս մեկ ծեծի ենթարկված եւ ակնհայտ խորհուրդներից մեկը, բայց գնամ։ Այս սկզբունքներից մեկը այնքան ազդեցիկ էր, որ հավիտյան փոխհատուցեց իմ հարաբերությունները փողի հետ։ Ես երաշխավորում եմ, որ եթե հետևում եք մինչև վերջ, դուք կբացահայտեք գաղափար, որը ամենից շատ անտեսում է ճշգրիտ, որը բացում է դռները իրական ֆինանսական ազատության համար։ Ես վառ հիշում եմ այն պահը, երբ ամեն ինչ սկսեց իմաստավորել, նա կանգառում էր հորդառատ անձրևի տակ գտնվող ավտոբուսի կանգառով, ներկով թղթապանակ պահելով կարևոր փաստաթղթերով։ Ես հազիվ թե վճարեի վարձավճարը, եւ ապագան նման էր ինձ վրա կախված մութ ամպի։ Հենց այդ պահին ես որոշեցի. իմ կյանքը այլևս չի կախված կլինի հնարավորությունից։ Ես սկսեցի ուսումնասիրել ֆինանսներ, լսել հաջողակ մարդկանց պատմություններ, վերլուծել դրանց հիթերն ու սխալները, եւ դանդաղ քայլ առ քայլ ես կառուցեցի ռազմավարություն, հիմնված ամուր սկզբունքների հիման վրա։ Այս կանոնները բարդ չեն, նրանք չեն պահանջում նախնական միլիոն կամ առաջադեմ գիտելիքներ, այո, նրանք պահանջում են կարգապահություն, խորը հասկանալ փողի եւ ժամանակի արժեքի, ինչպես նաեւ անհրաժեշտության դեպքում դժվար որոշումներ կայացնելու ունակությունը։ Նրանք պահանջում են տեսնել հնարավորություններ, որտեղ ուրիշները միայն ռիսկեր են տեսնում, եւ ամենից առաջ, նրանք գործողություն են պահանջում։ Այս տարածության մեջ ես ոչ միայն կանոններ չեմ նշելու, ես ցույց կտամ, թե ինչպես են նրանք աշխատել իմ կյանքում, թե ինչպես էին դրանք կիրառվում այլ հաջողակ մարդկանց կողմից եւ ինչպես կարող են օգտակար լինել ձեզ համար։ Դուք կլսեք զեկույցներ, որոնք կստիպեն ձեզ արտացոլել, դրդել ինքներդ ձեզ եւ գուցե հավիտյան մտածեք ձեր հարաբերությունները։ Մնացեք մինչև վերջ, քանի որ վերջին սկզբունքը ոչ միայն ֆինանսական խորհրդատվություն է, դա կարևոր է մտածելու ձևի զարգացումը, որը երազները վերածում է նվաճումների, հնարավորությունների ռիսկերը եւ յուրաքանչյուր խոչընդոտ դեպի այն դասը, որը ավելի է մոտեցնում ազատությանը եւ հաջողությանը։ Եկեք իջնենք բիզնեսի։ Այս 7 սկզբունքները ոչ միայն ազդեցության արտահայտություններ չեն, սրանք գործնական ուղեցույցներ են, որոնք ես ամեն օր դիմել եմ տասնամյակների ընթացքում եւ տեսել են շատ մարդկանց կյանքը, ներառյալ իմը։ Մենք կսկսենք առավելագույն հիմնարար։ Իմացեք, թե ինչպես կառավարել գումարը, ոչ միայն վաստակել այն։ Սկզբում ես մտածեցի, որ հարստացումը եկամուտների աճի խնդիր էր, որքան ավելի շատ եք հաղթել, այնքան ավելի հարուստ կլիներ, բայց ես սխալ էի ստանալ։ Բեյ իմ աշխատավարձը եւ նախքան ես հասկացա, ամեն ինչ հաշիվներ էր անցել, հիմնական ծախսերն ու իմպուլսիվ ծախսերը։ Դա այն ժամանակ էր, երբ ես հասկացա. հարստությունը չի չափվում այն բանի համար, ինչ ներս է մտնում, բայց մնացածը բոլոր պարտավորությունները վճարելուց եւ մի մասը վճարելուց հետո, ես սկսեցի գրանցել յուրաքանչյուր կոպեկ նույնիսկ առավոտ եւ զարմանալիորեն։ Այս փոքրիկ սովորությունը դարձավ իմ ապագա ժառանգության հիմքը։ Աստիճանաբար ես սովորեցի բաժանել իմ վաստակից մի մասը, ստեղծել արտակարգ իրավիճակների պահուստ եւ ստիպել իմ փողերը աշխատել ինձ համար, արժեքավոր խորհրդատվություն։
Մի ակնկալեք, որ մեծ աշխատավարձը կսկսի խնայել, սկսեք հիմա ձեր ունեցածը, գրեք յուրաքանչյուր ծախս, վերլուծեք, թե որտեղ է գնում եւ պլանավորում, սա այն ամենի հիմքն է, որը կգա ավելի ուշ։ Երկրորդ սկզբունք. ներդրումներ մտնել հետախուզությամբ։ Իմ առաջին մեծ հիթը չհաջողվեց բախտի խաբեությունից, բայց լավ որոշմամբ, N-ի անկացած արժեք կիրառելուց առաջ նա ուսումնասիրեց ընկերությունը, շուկան եւ խորության մեջ ներգրավված մարդիկ, նա տեսավ ներուժը, որտեղ ուրիշները միայն վտանգ էին տեսնում։ Ես հիշում եմ, որ իմ առաջին նշանակալի տնտեսությունները մի բիզնեսում ներդրումներ կատարելով, որը բոլորը չափազանց ռիսկային էին համարում։ Դու խենթ ես, ասացին նրանք, բայց ես կատարել եմ իմ տնային աշխատանքը։ Ես վերլուծում էի տվյալները, ռիսկերը բարձրացնում եւ տարիներ անց, այդ ներդրումը բազմապատկեց իմ մայրաքաղաքը 50 անգամ։ Դասը այստեղ պարզ է, մի ներդրումներ կատարեք մթության մեջ, հետազոտություն, հարցրեք, հասկացեք, թե որտեղ է գնում ձեր փողերը, մինչև փոքր քանակությամբ չափանիշներով կիրառվում է, կարող է լինել մեծ բախտի հարվածը։ Երրորդ սկզբունք. առանց վախի դիմեք ձեռներեցությանը։ Երբ ես բացեցի իմ առաջին բիզնեսը, վախը իմ մշտական ուղեկիցն էր, այն չուներ կապիտալ, փորձ կամ անվտանգություն, բայց ես հասկացա, որ եթե ես ուզում եմ ազատություն եւ բարգավաճում, ես պետք է ստանձնեի իմ սեփական ճանապարհորդությունը։ Հզորացումը միայն շահույթի մասին չէ։ Խոսքը արժեք ստեղծելու մասին է, որքան շատ եք նպաստում իրական խնդիրների լուծմանը, այնքան ավելի շատ կերտումներ կստանաք եւ դա գերազանցում է ֆինանսական, դա վստահ է, ազդեցություն, աշխարհում նշանակալից բան թողնելով։ Իմ առաջին ընկերությունը փոքրիկ տնային արտադրանքի վաճառքի գործողություն էր, սկսած ավտոտնակից, առանց աշխատողների կամ խորը գիտելիքների, բայց ես ուսումնասիրեցի շուկան, քայլեր ձեռնարկեցի, հաշվարկված եւ լսելի հաճախորդներ, 3 տարվա ընթացքում այն, ինչը համեստ նախագիծը դարձավ ամուր բիզնես։ Ես իմացա, որ ձեռնարկությունը կենսակերպ է, այն պահանջում է կարգապահություն, համբերություն եւ ամենից առաջ քաջություն գործելու համար, երբ պայմանները կատարյալ չեն։ Խորհուրդը պարզ է, որոշել անօգուտ կարիքները եւ ստեղծել լուծումներ, մի սպասեք իդեալական ժամանակին։ Այն գոյություն չունի, սկսեք այն, ինչ ունեք եւ հարմարվում եք ճանապարհին։ Չորրորդ սկզբունք. արժեք ձեր ժամանակը ավելին, քան ձեր գումարը։ Ես տարիներ շարունակ աշխատել եմ օրական 16 ժամ, զոհաբերելով առողջությունն ու հարաբերությունները, պատրանքներով, որոնք ավելի շատ նվիրված կլինեի, մինչև ծանր ճշմարտություն գիտակցեք։ Ժամանակը մեր ամենաթանկ առանձնահատկությունն է, փողը կորչում եւ վերականգնում է իրեն։ Ժամանակ երբեք, ես սկսեցի պատվիրակել առաջադրանքները, վարձել իրավասու մարդկանց եւ վստահության գործընկերներին։ Ես կենտրոնացած էի այն բանի վրա, ինչը իսկապես ստեղծում է արդյունքների, փոխարենը խեղդվելու այն գործողությունների մեջ, որը կարող էր անել։ Այս փոփոխությունը ոչ միայն բարձրացրեց իմ շահերը, բայց բարելավեց իմ կյանքի որակը զարմանալի ձևով։ Հուշում եմ, գնահատեք այն, ինչը իսկապես արժեք է ավելացնում ձեր օրվա համար, իմացեք, թե ինչպես պատվիրակել, օպտիմիզացնել գործընթացները եւ անհրաժեշտության դեպքում, ասենք, ոչ, ձեր ժամանակը արժանի է իմաստուն ներդրվելուց։ 5-րդ սկզբունք. դիվերսիֆիկացնել ինքներդ ձեզ պաշտպանելու համար։ Ես երբեք իմ բոլոր տնտեսությունները չեմ դրել մեկ ներդրման կամ բիզնեսի մեջ, ունենալով եկամտի բազմաթիվ աղբյուրներ, տարբեր շուկաներ եւ նախագծեր ուսումնասիրելը նման է ճգնաժամային ապահովագրության։ Ես տեսա, որ մարդիկ կորցնում են ամեն ինչ, մեկ նամակի վրա գրազելով, մինչ ես սովորում եմ այս սխալներից, կառուցեց մի քանի եկամուտների հոսքեր, երբ մեկը քամեց, մյուսը աջակցեց, այս ռազմավարությունը ոչ միայն նվազեցրել է ռիսկերը, այլև կայունություն է ստեղծել։ Անկայունության ժամանակ։ 6-րդ սկզբունք. ներդրումներ AG-ում։ Անհատական զարգացում եւ զարգացում նրանց հավերժական կապիտալը։ Ես երբեք չեմ դադարել սովորել, գրքեր, դասընթացներ, դաստիարակներ եւ գործնական փորձառություններ իմ ամենամեծ ներդրումներն էին։ Ձեռք բերված յուրաքանչյուր գիտելիքներ գործիք է, որը ոչ ոք չի կարող ձեզանից ստանալ, մինչ շատերը ավելորդ փող են ծախսում, ռեսուրսներ եմ կիրառել իմ աճին, որքան ավելի շատ գիտեք, այնքան ավելի քիչ սխալներ են թույլ տալիս եւ որքան հնարավոր է ավելի շատ հնարավորություններ, գործնական խորհուրդ։ Ամրագրեք ամեն օր նոր բան սովորելու համար, անկախ նրանից, թե դա առցանց դասընթաց է, podcast կամ զրույց է ինչ-որ մեկի հետ ավելի փորձառու, բարդի գիտելիքներ, ինչպիսիք են հետաքրքրությունը հետաքրքրող, բազմապատկում են դրա ներուժը ամբողջ կյանքի ընթացքում։ 7-րդ սկզբունք. մեծահոգությունը եւ ազնվությունը մեծ քանակությամբ հարստություն են կառուցում, ճշմարիտ բարգավաճումը չափվում է ոչ միայն բանկային մնացորդներով, այլ վստահությամբ, հեղինակությամբ եւ հարաբերություններով, երբ ես օգնեցի ինչ-որ մեկին,
Առանց վերադառնալու տիեզերքը ինձ վարձատրեց անսպասելի ձևերով, ես հիշում եմ ընկերոջ փոքր նախագծին, առանց որևէ ակնկալիք ունենալու, տարիներ անց նա դարձավ բիզնեսի հիմնական գործընկեր, որը շրջեց իմ հետագիծը, օրենքը շատ պարզ է, այն, ինչ դուք տալիս եք, բազմապատկվում է, երբեմն փողի մեջ, երբեմն հնարավորություններով, բարեկամության կամ մտքի խաղաղության մեջ, հուշում, պրակտիկայի ռազմավարական մեծահոգություն, օգնեք անկեղծությամբ, բայց նաև հետախուզությամբ, ստեղծելով համագործակցության առաքինի ցիկլեր։ Հիմա մենք գալիս ենք այդ հարցի սրտին, եթե դուք հետևել եք այստեղ, դա այն է, որ դուք պատրաստ եք գնալ տեսականորեն, այս 7 սկզբունքները ոչ միայն հասկացություններ են։ Դրանք քարտեզն են, որը ինձ առաջնորդեց սակավությունից մինչև առատություն, բայց զգուշացեք։ Հարստությունը միայն ճարպային բանկային հաշիվ չէ, դա մտածելակերպի, սովորությունների և հետևողական գործողություն է, եկեք հիշենք հիմնականները։ 1. Ֆինանսական հսկողություն։ Կառավարեք նրանց ռեսուրսները, ոչ միայն կուտակել դրանք, ես տեսա, որ մարդիկ բախտ են ունենում և կորցնում են դրանք կարգապահության պակասի համար, տարբերությունը հասկանում եք, թե ինչպես է փողը աշխատում և թույլ չի տալիս վերահսկել ձեր հույզերը։ 2. Խելացի ներդրումներ։ Դյուրանցում չկա, հարստությունը գալիս է նրանց, ովքեր վերլուծում են, հաշվարկում են ռիսկերը և գործը ոչ թե նրանց համար, ովքեր սպասում են բախտ։ Իմ առաջին մեծ ներդրումը շատերի համար խենթ էր թվում, բայց պատրաստումը փոփոխություն էր առաջացնում։ 3. Ձեռնարկատիրական մտածելակերպ։ Ով է ուզում, որ ազատությունը պետք է արժեք ստեղծի։ Ես սկսեցի զրոյից, ապաքինման տեղում և իմացա, որ վախը պարալիզացնում է գործողությունների վերափոխում, նույնիսկ փոքր բիզնեսը կյանքի դպրոց է։ 4. Ժամանակը որպես արժեքավոր ակտիվ։ Փողերի վերականգնում։ Ժամանակը ոչ, երբ ես առաջնահերթություն ունեի, թե իրականում ինչն է կարևորը և պատվիրում եմ մնացածը, իմ արտադրողականությունն ու կյանքի որակը հանվեց։ 5. Դիվերսիֆիկացում, երբեք կախված չէ մեկ աղբյուրից, տարբեր ակտիվների և նախագծերի ռիսկերը տարածեք, ով կենտրոնացնում է ամեն ինչ խաղադրույքի մեջ, խոցելի է ճգնաժամերի համար։ 6. Շարունակական կրթություն։ Ձեր ամենամեծ ժառանգությունն այն է, ինչ գիտեք, յուրաքանչյուր գիրք, դասընթաց կամ մենթոր ներդրում է երաշխավորված վերադարձով, երբեք մի դադարեք սովորել։ 7. Ռազմավարական մեծահոգություն։ Օգնություն առանց հաշվարկման, բայց արժեք ստեղծելու մտադրությամբ, ձեր կառուցած վստահությունը կարող է դառնալ վաղվա հիմնադրամը։ Դադարեցրեք հիմա և արտացոլեք։ Այս սկզբունքներից որ մեկն եք դիմում, որը անտեսում է վախը կամ հարմարավետությունը, հարստությունը հաջողություն չէ։ Դա ամենօրյա ընտրության արդյունք է, սկսեք փոքր։ Գրեք ձեր ծախսերը, ներդրեք խորհրդանշական գումարը, օրական 30 րոպե նվիրեք սովորելու, ինչ-որ մեկին օգնելու համար, առանց որևէ բան ակնկալելու, յուրաքանչյուր գործողություն աղյուս է իր ապագայի շենքում։ Գիտեմ, որ դա կարող է թվալ հեռավոր, ես նույնպես նայեցի այս հասկացություններին և մտածեցի. Սա ինձ համար չէ, բայց ճշմարտությունն այն է, որ մենք բոլորս սկսում ենք զրոյից, տարբերությունը շարունակական է, նույնիսկ երբ արդյունքները ժամանակ են պահանջում, հաջողությունը նրանց համար չէ, ովքեր սպասում են, դա նրանց համար է, ովքեր գործում են, սովորում են սխալներից և քայլ առ քայլ։ Այս 7 սկզբունքներն են ձեր կողմնացույցը, հետևեք նրանց և արդյունքները կգան, եթե ցանկանում եք խորացնել ներդրումների ռազմավարությունները, բիզնեսի շինարարությունը և հաջողակ մարդկանց սովորությունները, հետևեք մեր բովանդակությանը։ Հաջորդ տեսանյութը կբերի գործնական տեխնիկա այսօր կիրառելու համար։ Հիշեք, Ray Քուեզան մտքում է սկսվում, իրականացնում է գործողություններ և ժամանակին համախմբվում, դուք արդեն առաջին քայլն եք կատարել, երբ հասնեք այստեղ, վաղը տվեք երկրորդը։ Ընտրեք սկզբունք և գործնականում դրեք, մի սպասեք կատարյալ պահի։ Ստեղծեք այն, ներդրումներ կատարեք ձեր մեջ, կառավարեք ձեր գումարը, գնահատեք ձեր ժամանակը և կառուցեք իրական հարաբերություններ, դա արեք հետևողականորեն, և այս 7 սյուները դռներ կբացի, որոնք դուք նույնիսկ պատկերացնում եք։ Ապագան պատկանում է նրանց, ովքեր կառուցում են, սկսեք հիմա։